Ողջույն, սիրելի բարեկամներ, այսօր եւս կանդրադառնանք մեր հայկական խոսքերից կամ բառերից մեկին, որն է արա բառը։ Իսկ արա դա առաջնահերթային հայկական կամ ամենահայկական անուններից մեկն է, որ իր նշանակությամբ կնշանակի արարիչ աստված կամ արական սեռ։ Եվ եթե գիտակցում ենք այդ նշանակությունը, նաև սկսում ենք հասկանալ, որ մեկը մյուսին արա ասելով ամենևին առաջին հերթին չի կարելի ընկալել որպես վիրավորանք կամ չի կարելի վիրավորել արա ասելով դիմացինին, քանզի դա ոչ թե վիրավորանք է, այլ պետք է ընկալել որպես օրհնություն։ Սակայն մեր ժամանակներում, քանի որ մարդկանց գիտակցությունը բավականին թմբիրի մեջ է կամ քնած վիճակում է, նմանատիպ խոսքերը հայլային ձևով է ընդունվում եւ ընկալվում է որպես վիրավորանք, որն էլ պատճառ է դառնում շատ վիճաբանությունների, նույնիսկ սպանությունների։ Դժբախտաբար պետք է ասեմ, որ այդ ճանաչողությունն ու գիտակցությունը չկա նույնիսկ բարձրաստիճան այրերի մոտ։ Մեղադրելու չի ոչ մեկին, քանզի հայ մարդու բառապաշարի մեջ գտնվող շատ խոսքեր երկար տարիների ընթացքում նուրբ աշխատանքների միջոցով շրջվել են եւ մատուցվել հայլային տեսքով, եւ այդ պտուղները քաղում ենք մենք այժմ։ Սակայն երբեք ուշ չի գաղափարը ընկալելով, պետք է որ հասկանանք այդ ամենը եւ սկսենք ամեն մի բառ ճիշտ տեղում եւ ճիշտ ճանաչողությամբ օգտագործել։ Այդ ժամանակ կվերանան եւ հայամիջյան վեճերն ու սպանությունները մի փոքրիկ բառի ճիշտ չընկալման պատճառով եւ ընդհանրապես քիչ կամաց կվերադառնանք մեր ակունքներին։ Իսկ վերադառնալ ակունքներին կնշանակի ամուր կանգնել ոտքի վրա եւ տեր լինել հայ երկրին։ Իսկ եթե հարց կառաջանա որևէ մեկի մոտ, թե արդյոք այդ փոքրիկ բառերի սխալ ընկալումն է պատճառը մեր այն ամենի, ինչը ունենք այս պահին, պետք է ասեմ, որ այո, քանզի ինչպես տիեզերքը կամ մեր մարմինը բաղկացած են մանր բջիջներից, բայց ամեն մի բջիջ ունի իր ուրույն դերն ու կարևորությունը մեր օրգանիզմի համար, եւ ոչ մեկ չի կարող ասել, որ որևէ մի բջիջ անիմաստ տեղում է գտնվում, նույնիսկ օրինակով ցանկացած բառ կամ ցանկացած քայլ շատ կարևոր հիմք է եւ բջիջ է մեր առօրյան կազմելու, մեր առաջընթացների եւ ինքնագիտակցման ճանապարհին, մեր վերջնակետին հասնելու համար։ Եվ ընդհանրապես շատ կարևոր գործիքներ են հայ տեսակի ոտքի կանգնելու եւ առաջ գնալու համար։ Այնպես որ սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդի։ Շնորհակալ եմ, հաջողություն։